Համացանցից օգտվողներ ողջույն, ձեզ հետ է Meteo TV հեռուստաընկերության մեկնաբան Սոնա Վերդյանը։ Այս պահին մեծ սիրով կանդրադառնամ եղանակային փոփոխություններին։ Եվ այսպես առաջիկա օրվա ընթացքում, այս գիշեր եւ վաղ նորվա ընթացքում գրեթե ամենուրեք սպասվում է փոփոխական անպամատությամբ առանց ստեղումների եղանակ։ Օրվա մեծ մասը արևային եղանակը կգերակայի միայն հարավային առանձին շրջաններում։ Ձևավորված ջերմային ռեժիմում կնկատվեն փոփոխություններ։ Ամենուրեք օդի ջերմաստիճանն առաջիկա օրվա ընթացքում կբարձրանա 1-2 աստիճանով, սակայն ձևավորված զգալի ցուրտ եղանակն առայժմ կպահպանվի։ Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Լեռներում, լեռնանցքներում բուք ցածր տեսանելիություն, ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց, ձյան բերվածքի պատճառով կան նաև դժվար անցանելի ճանապարհներ։ Սակայն միջպետական եւ միջհամայնքային ճանապարհները հիմնականում անցանելի են։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը զգուշացնում է, մաշված եւ կապրոնե անվադողերով երթևեկելը դառնում է խցանումների եւ վթարների պատճառ։ Իսկ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, այն էլ անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևանում առաջիկա օրվա ընթացքում սպասվում է առանց ստեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի, ճանապարհներին մերկասառույց։ Գիշերային ժամերին նվազագույնը սպասվում է 12 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին առավելագույնը Երևանում կգրանցվի 1 աստիճան տաքություն։ Զգուշացեք նաև տանիքներից ընկնող սառույցից եւ ձյունից։ Գեոմագնիսական դաշտն առաջիկա օրվա ընթացքում լինելու է կայուն։ Եղանակի վերաբերյալ այս պահի համար նախատեսել էինք այսքանը։ Միացեք մեզ, ծանոթացեք եղանակային փոփոխություններին։ Մնացեք սիրով։